Տիկին Մկրտչյան, դատական պրոցեսին չանդրադառնանք, հասկանանք ինչ տեղի կունենա ներսում, որովհետև ինչ-որ օպերատիվ տվյալներին հղում անելով մեղադրող դատախազը որոշել է հապճեպ խափանամիջոցի հարց քննարկել, առավել մանրամասն ծանոթանալուց հետո նաև ձեր դիրքորոշումը կլսենք, բայց այս իրականությանն առնչվող համատեքստին անդրադառնանք, տեսակ 3 ավետիս էին տարածում ԿՊԵ-ական պաշտոնյաները, որ խաղաղությունը հասել է Երևան ռուսական ցորենի եւ ղազախական ցորենի տեսքով շուտով կհասնի, այս առնչությամբ ձեր դիտարկումները Բաքվից հնչող ագրեսիվ ռետորաբանության համատեքստում։ Ես ուղղակի չեմ կարող ինձ զսպել եւ ձեր մեջբերումը հղումը դատախազության արած օպերատիվ տվյալներին ուղղակի այս պահի դրությամբ այդ դրվագը չեմ կարող չմեկնաբանել, որովհետեւ ուղղակի անկեղծ չեմ լինի մեր հասարակության հետ, եթե չասեմ, որ ես գիտեմ այդ ինչ օպերատիվ տվյալ է։ Դուք էլ գիտեք այդ ինչ օպերատիվ տվյալ է։ Նիկոլի SMS-ն է։ Չգիտենք այդ ինչ օպերատիվ տվյալ է, ինչ ձայնագրությունները չենք լսել, որ ուզեք չուզեք կալանքը պտի տակ։ Չենք տեսել դատանի նախագահները ոնց են գնում Նիկոլի մոտ ասելու վայ 99-ն ենք կալանավորել, 101-ին պլստացել, չենք կալանավորել, այդ հարցն էլ կլուծենք, մի անհանգստացեք։ Չենք տեսել այդ Facebook-յան ստատուսները, որի ուղակի հրահանգավորումն ա եղել քննչական կոմիտեին, դատախազությանը եւ այդ ողջ իրավապահ Նիկոլա հպատակ համակարգի։ Էսա Հայաստանում հիմա օպերատիվ տվյալ դատական ակտ, դրանք բոլորը Նիկոլի գրած SMS-ներն են, Նիկոլի արած ձայնային հաղորդագրություններն են, որոնք նաև ազգային ժողովում են Աղդամցի Ալենի ամփոփության արդյունքում նաև միկրոֆոնների մեջ մենք բոլորս լսել, տեսել ենք Հայաստանի քաղաքացիներ հիմա կարող են ամբողջը համացանցում փնտրել եւ այս ամեն ինչը վերհիշել։ Էս է իրանց օպերատիվ տվյալը։ Նիկոլի ուղիղ հրամանով է։ Իհարկե, օպերատիվ տվյալ այսօր Հայաստանում գոյություն ունի դատախազության եւ քննչականների համար միայն Նիկոլի հրահանգով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավակարգ չի գործում։ Այդ իրավակարգը վերացրել են հենց բռնազավթված պետության առաջին իսկ օրերից Նիկոլի կողմից։ Ինքը դրա մասին ակնհայտ հայտարարել է։ Մնացած բոլոր կատարված եւ կատարվելիք հանցագործությունները մենք ուղղակի որպես փաստ արձանագրում ենք եւ անցնում ենք առաջ։ Իրենք այդ հանցագործությունները տարիներով նախաքննության փուլը անգամ չեն հաղթահարում, տարիներով մեղադրյալներ չեն լինում, որտեղ դրանք հետաքրքիր չեն Նիկոլին։ Նիկոլին հետաքրքիր են իր քաղաքական հակառակորդների վերացնելը ուղիղ իմաստով եւ նաեւ դրա իրենց բանտերը լցնելը։ Իրեն հետաքրքիր է պետական մտածելակերպ եւ պետական գործիչների նկատմամբ հետապնդումները մարդիկ, ովքեր 30 տարի Հայաստանի Հանրապետությունում պահել են ինքնիշխան անկախ պետություն, երկու հայկական պետություն եւ իրեն հետաքրքիր է բնականաբար խափանել այն բոլոր ծրագրերը, որը հնարավորություն է տալիս իրենից ազատվելու։ Այդ տրամաբանության մեջ է նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական կեղտոտ հալածանքն ու բռնաճնշումը։ Այդ տրամաբանության մեջ է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացողը, որտեղ անդադար ասում էին ինչ իմպիչմենտ, ինչ անվստահության գործընթաց, բայց այնքան իրանց սրտին առել է այդ անվստահության գործընթացը, անգամ պատկերացնել չեն կարող, որ մի օր հնարավորություն ունեն հայ ժողովուրդը հնարավորություն է ստեղծելու իրենց աթոռներից սրանց վռնդելու, որ Դավիթ Համբարձումյանին այնպիսի հոդվածով են 6 տարի դատապարտել, շնորհակալ եմ 6 տարի դատապարտել, որ երբեք Հայաստանում նման բան անգամ չի եղել այդ հոդվածով։ Ամեն դեպքում Տիկին Մկրտչյան, սրան հակակշռվում է խաղաղության օրակարգը։ Այս խաղաղության օրակարգի իրատեսությանը հավատում եք դուք։ Դրան հակակշռվում է վախի օրակարգը, թույլ տվեք ասեմ, որովհետև անդադար ձեզ խելոք պահ երկու տարբերակ են առաջարկում, ձեզ խելոք պահեք Նիկոլը կկալանավորի, որտեղ հաստատ մի հոգի ցուցմունք ոստիկանի մակարդակի ցուցմունք տվող ձեր նկատմամբ կգտնվի, կամ ձեզ խելոք պահեք, թե չէ Ալիևը կհարձակվի։ Այդ ուրախությունը, ցնծությունը, թե Ադրբեջանով ցորեն է եկել, այսինքն մենք չենք հիշում, որ Արցախը օկուպացրած պետական պատերազմական հանցագործություններ իրականացնող Ալիևը պետական մակարդակով ինչ էր հայտարարում։ Ասում էր, որ Արցախի ճանապարհները փակել է, Արցախը թողել է շրջափակման մեջ, որտեղ այդ մարդը մտածում է, որ ինքը պետք է հակաահաբեկչական գործողություն անի։ Ես ես հիշեցնեմ, ինչ արեց հակաահաբեկչական գործողությունից 1-2 շաբաթ առաջ, ցորեն ուտելիք ուղարկեց։
բայց այսինքն մենք չենք հասկանում, որ այս նույն իրավիճակի մեջ ենք հայտնվելու։ ՔՊԱ-ականներին իհարկե սա ձեռ է տալիս, Նիկոլին իհարկե սա ձեռ է տալիս, որ մեր հացը եւ ջուրը անգամ հայ ժողովրդի կախված լինի Ալիևի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Սա է իրանց նպատակը կամ տրամադրվածությունը, այսինքն որևէ մեկը մտածում է, որ Ալիևը երբ որ ցորեն աստեղ ուղարկում, տրամաբանական չի, որ ինքը մի 2-3 ամիս հետո այդ ցորենը չի ուղարկելու, այսինքն մենք պիտի մնանք այս մակարդակին, մենք պիտի մնանք այս Ալիևի եւ Էրդողանի պատերազմական հանցագործների եւ ցեղասպանի հույսին, հա Նիկոլը իրանց հույսին է, Նիկոլը իրանց հույսով եկել է իշխանության, իրենց հույսով եւ իրենց տարածած վախով հայ ժողովրդի վրա, հիմա շարունակում է պահել այստեղ իշխանությունը, աթոռը պահել բռնազավթած։ Ամիսներ շարունակ, եթե ոչ տարիներ, ասում ենք, որ չկա խաղաղության օրակարգ, ասում ենք, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի, այսինքն սահմանազատման, սահմանագծման խնդիր չունի այսօր Հայաստանի քաղաքական դաշտը եւ այսօր Հայաստանի Հանրապետության առաջնային խնդիրներից չի դա։ Խնդիրը շատ պարզ է, Հայաստանը գցել շրջափակման մեջ, Հայաստանի կախվածությունը Էրդողանից եւ Ալիևից մեծացնել, որովհետեւ Հայաստանը ինչքան որ ավելի կախված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կամ արտահայտությունից, այդքան Նիկոլը ավելի մեծ հավանականություն ունի այստեղ շարունակել մնալ իշխանությունը զավթած պահել, շարունակել մնալ այդ վարչապետի աթոռին։ Այս դատարանը հիմա այստեղ կատարվողը Հայաստանի փողոցներում կատարվող այդ բեսպրիձելը, սրբազանների կալանավորումը, բարերարի կալանավորումը, իրավական պրոցեսները աբսուրդի հասցնելը, Գյումրում անչափահասներին կալանավորելը, կին քաղբանտարկյալի առկայությունը, այս ամեն ինչը այդ մի շղթայի մեջ է, հայերին գցել կախվածության մեջ, զրկել բոլոր տեսակի իմունիտետի դրսևորումներից, հիշողությունից անգամ, որ եղել է հաղթանակ, ինքնություն, ինքնուրույնություն, բանակ, որը ապահովել է Հայաստանի անվտանգությունը, հիմա ու ինչ ասես, ում ասես անունը տալիս է, իբր Հայաստանի անվտանգության երաշխավորներն են եղել, մի շատ պարզ եւ իրական տրամաբանությունը շրջանցելով, որ Հայաստանի անվտանգության, անկախության, պարենային անվտանգության, որտեղ հիմա ցորեն են գոռում, անվտանգության երաշխավորները եղել է հայկական իշխանությունը, հայոց բանակը եւ հայ ժողովուրդը իր հասարակական դրսևորումներով, իր կարգավիճակով պայմանավորված։ Հիմա այս ամեն ինչի քանդումը Նիկոլ Փաշինյանը բերել հասցրել է այն կետին, որ արդեն ակնհայտ է ցույց տալիս։ Եթե մի 4 տարի առաջ այս ամեն ինչը պետք է քողարկված լիներ, հիմա շատ ակնհայտ է։